Սա պարզապես պատմություն չէ, սա հայկական ֆուտբոլի ամենամեծ սենսացիաներից մեկն է։ Թիմ, որին մի քանի տարի առաջ ոչ ոք չէր ճանաչում, այսօր պայքարում է եվրոպական թոփ ակումբների դեմ։ Ինչպիսի ճանապարհ անցավ, ինչ հաջողություններ գրանցեց եւ ինչ ապագա է սպասվում այս թիմին, եկեք պարզենք միասին։ Նոան հիմնադրվել է 2017 թվականին եւ սկզբում շատերը չէին պատկերացնում, որ այս նախագիծը կարող է լուրջ ազդեցություն ունենալ հայկական ֆուտբոլում։ Բայց արդեն առաջին տարիներից ակումբը ցույց տվեց, որ ունի հստակ ռազմավարություն, երիտասարդների զարգացում, ճիշտ տրանսֆերային քաղաքականություն, ժամանակակից ֆուտբոլի գաղափար։ Արդյունքը երկար սպասեցնել չտվեց։ 2020 թվականը դարձավ շրջադարձային։ Նոան հաղթեց Հայաստանի գավաթը եւ իրավունք ստացավ մասնակցելու եվրոպական մրցաշարերին, եւ այստեղ սկսվեց իրական պատմությունը։ Թիմը դուրս եկավ UEFA Եվրոպա լիգայի որակավորման փուլ եւ գրանցեց պատմական արդյունք, հասնելով փլեյ-օֆ։ Այդ պահին արդեն բոլորը հասկացան, սա պատահականություն չէ։ Եվրոպայում Նոան դարձավ իսկական սենսացիա։ Թիմը հաղթեց ավելի փորձառու ակումբների, ցուցադրեց կարգապահ եւ արագ ֆուտբոլ։ Հատկապես կարևոր է թիմի մարտավարական ճկունությունը, պաշտպանությունից արագանցումներ, ստանդարտ իրավիճակների արդյունավետ օգտագործում, թիմային խաղ առանց մեկ անձից կախվածության։ Սա արդեն եվրոպական մակարդակի մոտեցում էր։ Ամեն ինչ սկսվում է Չեմպիոններ լիգայի որակավորումից։ Առաջին մրցակիցը Պոդգորիցայի թիմն էր։ Բոլորը մտածում էին, դե լավ, փորձեցին, վերջացավ, բայց 1-0, 2-2։ Նոան անցնում է առաջ։ Սա առաջին ազդանշանն էր։ Նոան լուրջ թիմ է։ Հաջորդ կանգառը Ֆերենցվարոշ։ Ավելի փորձառու, ավելի ուժեղ եւ ավելի կազմակերպված։ Եվ այո, Նոան պարտվում է։ Բայց կար մի բան, որը բոլորը նկատեցին։ Նոան չվախեցավ, կռվեց մինչև վերջ։ Եվ հենց այստեղից սկսվեց իրական պատմությունը։ UEFA Եվրոպա լիգա, մրցակից Լինկոլն։ Խաղը հավասար է, ամեն ինչ գնում է 11 մետրանոցների եւ Նոան պարտվում է։ Սա այն պահն էր, երբ շատ թիմեր կկոտրվեին, բայց միայն ոչ Նոան։ UEFA Կոնֆերենցիաների լիգա, վերջին շանս, մրցակից Օլիմպիա։ Եվ ինչ արեց Նոան։ Ուղղակի խելայար էր։ 4-1 արտագնա, 3-2 տանը։ Ընդհանուր հաշվով 7-3։ Սա արդեն ոչ միայն հաղթանակ էր, սա հայտ էր։ Խմբային փուլում Նոան այլևս փոքր թիմ չէր։ Նա դարձավ խնդիր բոլորի համար։ Հաղթեց Ռիեկային, չպարտվեց Աբերդինին, հաղթեց Լեգիային եւ հանկարծ Եվրոպայում սկսեցին լուրջ վերաբերվել Նոային։ Սա արդեն հայկական ֆուտբոլի նոր մակարդակ էր։ Նոան դուրս է գալիս փլեյ-օֆ։ Սա արդեն պատմություն է։ Առաջին անգամ հայկական ակումբը հասնում է այս փուլի։ Մրցակից Ազա Ալկմար 1-0 հաղթանակ տանը, ստադիոնը թնդում է, բայց 0-4 արտագնա։ Եվ ամեն ինչ ավարտվում է։ Բայց սա պարտություն չէր, սա ապացույց էր։ Նոան այլևս պատահական թիմ չէ։ Նոան համակարգ է։ Նոան նախագիծ է։ Նոան ապագա է։ Հիմա հարցը քեզ, կարող ենք տեսնել հայկական ակումբ թոփ մակարդակում։ Գրիր քո կարծիքը մեկնաբանություններում։ Իսկ Նոան ցույց է տալիս, որ ճիշտ կառավարման դեպքում հայկական ակումբը կարող է մրցունակ լինել Եվրոպայում։ Սա օրինակ է մյուս ակումբների համար, եւ ամենակարևորը, այն վերադարձնում է հավատը հայկական ֆուտբոլի նկատմամբ։ Լայք, եթե հպարտ ես Նոայի համար եւ բաժանորդագրվիր, որպեսզի հետագայում էլ տեսնես նման պատմություններ։